Մենք քննարկեցինք կեսուրների հարցը, այսօր ինձ կիսուր մայրիկները գրել են, Գայանե ջան, ինչից ես խաբար, այսօր հարցներն են մանիպուլյացիա անում, այսօր հարցներն են դժգոհ, հարցներն են բողոքում, նկատողություն անում, այսօր իրանք են մեզ նեղում ու ճնշում։ Գիտեք ինչ հիշեցի, մի արտահայտություն կա, չէ, այս ինչ սերունդ ենք մենք, փոքր ժամանակ մեծերի կողմից ենք ճնշվել, իսկ հիմա էլ փոքրերի կողմից ենք ճնշվում, այդ սերունդն ենք մենք։ Հարս, կիսուր, հարաբերություններ, կռիվ, պատերազմ, չգիտեմ ինչ, մենք մոռանում ենք մի բան, որ արանքում տղամարդիկ կան։ Ու այդ տղամարդը իր չի, ինքը տղամարդ է։ Ինքը արել է իր ընտրությունը կինը տուն բերել։ Ինքը ունի մայր։ Տղամարդը ապրում է իր կյանքը։ Մենք կանայքս ոնց որ պտտվում ենք իրանց շուրջ։ Ու մի մտածեք, որ դուք կարաք այդքան հեշտ տղամարդուն մանիպուլյացիա անեք, ենթարկեք կամ ինչ-որ մի բան անեք։ Ոչ, տղամարդը եթե չի ուզում դա, ինքը դա չի անում։ Եթե անգամ տղամարդուն դուք կարողացել եք մանիպուլյացիա անել, ուրեմն դա ինքը ցանկացել է եւ ձեզ թույլ է տվել։ Դա իրան ձեռ է տալիս ու դուր է գալիս, հրաշքներս։ Դա իր ցանկությունն է տղամարդուն։ Հնարավոր չի համոզել կամ միտքը փոխել։ Եթե տղամարդը մի բան անում է, դա իր ցանկությունն է, դա իր ուզածն է։ Նորմալ տղամարդու մասին է խոսքը։ Տղամարդիկ նորմալ, սրեդնեստատիստիչեսկի իրանք մնում են այն մարդու կողքը, այն կնոջ կողքը, ում կողքը իրանց լավ են զգում։ Լինի դա մայրը, թե լինի դա կինը, թե լինի դա քույրը, թե ով ուզում է լինի։ Ինքը մնում է այնտեղ, որտեղ իրան լավ ազգում։ Մարդը կարա պատասխանատու լինի իր ստեղծած ընտանիքի համար, ամեն ինչ անի իր երեխեքի ու կնոջ համար, մոր համար, բայց միշտ ինքը կմնա այնտեղ, որտեղ իրան կոմֆորտնի է, ույուտնի է ու իր հանգիստն ու ազատությունը չի խախտվում, որտեղ իրան ընդունում են, որտեղ ինքը հարգված է եւ ինքը իր տեղն ու ազատությունը ունի։ Դե հիմա մտածեք։ Մնացած տղամարդիկ, եթե ձեզ թվում է կարողացել են կանայք իրանց մանիպուլացնեն, մամաները եւ այլը, այդ խառնվածքի է հասկանում եմ, բայց նորմալ տղամարդը սենց է լինում։ Ինքը իր տեղը լավ գիտի, իր ապրելը լավ գիտի եւ այլը։ Թույլ տղամարդիկ էլ կան, կանայք էլ կան, ծնողի դաստիարակությունից է դա գալիս, թե ինչքան են նեղել ու ճնշել ու ոնց են մեծացրել այդ մարդուն։ Մեկ որ ասում են, վայ, հարսս գիտեք ինչա, ոչ մի բան անել չգիտի, ոչ եփում է, ոչ թափում է, ոչ մաքրում է, ոչ կարգին տղիս նայում է, տղես նիհարել է, հանեց տղիս տանից տարավ եւ այլն։ Երեխեք, այդ տղան մարդ է, ինքը իր չի, որ իրան հանեն տնից տանեն, չկերակրեն եւ այլը։ Ու կիսուրները սկսում են այդ ամեն ինչը հարսի հետ քննարկել ու սկսում են իրար հետ վիճել ու սկսվում է այդտեղ ընտանեկան մեծ պատմություն։ Նաեւ հարսը գալիս է տուն, ամեն ինչ տեղափոխում է, իրան դուր չի գալիս, նենց անում։ Գիտեք, կան մարդիկ, ովքեր նոր տեղափոխություններին չեն հարմարվում շուտ ու իրանց համար դա ստրես է։ Կան մարդիկ, ում համար դա всё равно է, օրինակ ես եմ տենց, իսեր ասում, հարսս կգա ոնց ուզում է թողանի, կգա մեր տուն, կգա, չի գա, թող գնան ուրիշ տեղ ապրեն, եկել է մոտս մի բան տեղափոխել է, իսեր ասում, լիժբը ես այդ ամեն ինչի տեղը իմանամ ու ինչ որ գործանելուց պրակտիկ լինի, բացեմ, գտնեմ, ոնց եմ ճաշեփում, որտեղ է շերեփը դրած, որտեղ է իսեր ասում։ Այդ հարսը գալիս է տուն, քո հարսն է, ինքն էլ այդ տան կինն է դառնում։ Դե թող շուտ դառնա, թող լավ զգա իրան։ Եսը տենց եմ, մարդկա տենց չի, մարդկա իր համար շատ կարևոր է, որ ամեն ինչ իր տեղում լինի, ինքը ստրես է ապրում, ինքը չի կողմնորոշվում։ Դա էլ մեղադրելու չի։ Հարսը ուրիշ ձև է, մեծացել դու ուրիշ ձև ես սովոր։ Ինքը ուրիշ ձև է գործանում, դու ուրիշ ձև, ինքը ուրիշ ձև է էփում, եթե քո տղան իրան ընտրել է, ուրեմն սիրում է, ուրեմն լավ է։ Չգիտեմ, ամեն ինչ կարելի է հարմարացնել ու ճիշտ ապրել։ Թողեք այդ մարդիկ ընտանիք դառնան։ Նախորոք, եթե իմ տղան մեկին ընտրում է ու ես, նախ իմ տղեն չի կարող, մինչև հիմա դրա համար չի ընտրել 30 տարեկան է։ Եթե ես տեսնեմ, որ մի բան են չի անորակա մարդ ես, նախորոք խորհուրդ կտամ։ Գիտեք, ես այնքան պրակտիկ մտածելակերպ ունեմ ու միշտ մտածում եմ, որ մարդ պետքա խելքով առաջնորդվի, ընտրի ու մտածի այս մարդու հետ ոնց է կարելի ապրել։ Այս մարդը քեզ ստաբիլություն կտա, թե չի տա, այս մարդը քեզ կյանք կտա, թե չի տա, երկու կողմանի։
նայում ես ծնողներին անպայման, նայում ես մամաներին անպայման, տեսնում ես ինչ վիճակում է մեծացել, ինչ ձև է մեծացել, երեխեք այդ սիրահարվածությունը անցնում է։ Դրա համար եմ ասում, 6 ամիս, մի տարի, տարի 2 ամիս հələ ընկերություն արեք, հələ իրար ճանաչեք, հələ հասկացեք ով է դիմացինդ։ Ու մեկ էլ աղջիկների բնավորությունը տանել չեմ կարող, այն որ ասում են, ինքը զբաղված է, դրա համար չենք կարող հաճախ տեսնվենք, ինքը աշխատում է, դրա համար ոչ, եթե մարդը ուզում է տեսնվի, ինքը չի նայում, զբաղված է, թե ինչ է, ինքը գալիս տեսնում է, հերիքը արդարացումներ փնտրեք։ Կամ եթե կինը եկել է տուն ու սկսում է իր տղամարդուն ու սկիսուրին մանիպուլյացիայով իր ուզած ձևով ենթարկել, իր ուզած ձևով ապրել, հիմարենք ինչ չենք տեսնում։ Ես մենակ մի բան գիտեմ, նախորոք պետքա ընտրես, նախորոք պետքա հասկանաս ում ես բերում տուն։ Վերջ։ Ես իմ երեխեքին տենց եմ դաստիարակել։ Не всё то золото, что блестит։ Ու ամեն մեկին չես կարա բերես տուն, որ ցանկանում ես։ Համբերի տեսնենք այդ ցանկությունդ ինչ է դառնում։ Դիմացինդ ինչ որակի մարդ է։ Այդ ցանկությունը պետքա անցնի սիրո։ Իսկ սիրում ես մենակ արժանի մարդուն։ Համբերեք էլի։ Ես իմ ում են գնում բերում, հետո էլ ասում են վատնա։ Դուք եք ընտրել, ձեր ընտրությունն է, վատն եք ընտրել, վատնա։ Լավը ընտրեիք։ Դրա համար անգամ ես իմ աղջիկների հետ երբ որ կոնսուլտացիա եմ անցկացնում, նման բաներ եմ քննարկում։ Օրինակ աղջիկներ ունեն, բողոքում են, որ ինքը սիրալ ռատա, ինքը կրքոտ է, ամուսինը զուսպ է, ամուսինը հանգիստ է ու չի համապատասխանում իրար այդ էներգիան։ Լինում է տենց, ամեն մարդ մի ձև է։ Նախքան ամուսնանալը դու չես տեսել դա։ Ուսումա ես մտածում էի, որ ինքը իրան տենց է պահում, որովհետև մենք հայ ենք, իրան զուսպ է պահում, որովհետև ամոթ է եւ այլը եւ այլը։ Ոչ մի հայ, ամոթ նշանակություն չունի։ Եթե քո տղամարդը նախքան ամուսնանալը քեզ չի գրկել, սիրե, պաչե, ուրեմն ինքը տենց սկրոմնի մարդ է։ Ջերմ մարդը ջերմ է, ինքը ջերմ է։ Եթե քեզ տենց ամուսիներ պետք է տենց մեկին ընտրեիր։ Դրա համար տեսեք ինչ շիլափլավ է ստացվում։ Դրա համար մենք պետքա նախքան ամուսնանալը հասկանանք ում հետ ենք ամուսնանում։ Գիտեք, մարդիկ որ բողոքում են հարցներից, ես զարմանում եմ։ Ձեր բերած հարցն է։ Դուք եք ընտրել եւ բերել։ Այո։ Եթե տղան է ընտրել ու ամուսնացել, ուղարկեք թող առանձին ապրեն, եթե դուք չեք ընդունում իր ընտրությունը, բայց ձեր տղան իրան ընտրել է ու սիրում է, ուզում է հետ ապրի, թող գնա ապրի։ Թողեք, թող գնան մարդիկ ընտանիք դառնան, ապրեք ձեր կյանքը սիրուն։ Ես տենց եմ համարում, դա իմ կարծիքն է։ Եթե իմ տղան ընտրությունը արել ու մեզ չի հարցրել, ու մեզ դուր չի գալիս իր ընտրությունը, մենք իրանց օրհնում ենք, ամեն ինչով օգնում ենք ու թույլ ենք տալիս, որ գնան ու իրանք սիրուն ապրեն։ Բայց նախորոք մենք մեր տղային նենց ենք դաստիարակում, որ ինքը մարդկանց ճանաչի, ճիշտ ընտրություն անի ու հասկանա, ոնց է ուզում ապրի ու որ մարդը իրան հետ, ոնց կապրի, ինչ կյանք կտա իրան։ Թողեք երեխեքը իրանց համար ապրեն։ Կիսուրը հարսից դժգոհ, հա, այն չարեցիր, նես չկերակրեցիր, նես չփեցիր, նես չդրեցիր, նես չվերցրեցիր։ Հարսներս կիսուրից է բողոքում, թե մտնում է մեր կյանք եւ այլը եւ այլը։ Եվ պատահում է հակառակը։ Հարսն է ասում, նես ինչ փնթի է Սկիսուրս, ես ինչ ես անում, ոնց ես ճաշեփում, ոնց ես մաքրում, ամեն ինչ թափրտել ես, հարցնած կիսուրին ասում։ Հրաշքներս, այս ամեն ինչը խոսում է նրա մասին, որ դուք իրարից չեք հեռացել, սեպարացիա չի եղել։ Մայրը ամուսնացնում է իր տղային, բաց է թողում երեխեքը հանգիստ ապրեն։ Թե իրար հետ եք ապրում, ուրեմն ճիշտ եզրեր գտեք, առանց վիճելու քո կյանքը ապրի։ Եթե ինձ նկատողություն են անում, ուրեմն ես թույլ եմ տվել դա։ Եթե ինձ վատաբանում են, ուրեմն դիմացինը մտնում է քո ապրուստի մեջ, քո կենցաղի մեջ, դու ես թույլ տվել դա։ Լինում է, որ ես ուզում եմ ասեմ մեծացեք, մեծ կնոջով հարսաբեր, մեծացեք, փոքր երեխու պես մի նայեք, նորմալ է, այդ մարդը ուրիշ ընտանիքում է մեծացել, ինքը տենց է սովոր ապրելու։ Ու դու շատ հանգիստ կարաս ընդունես ու ասես երեխեք ջան գնացեք, ձեր համար հանգիստ ապրեք։ Մի խոսքով ինչքան տուն կա, այդքան լուծում կա, ինչքան ընտանիք կա, այդքան ապրելակերպ կա, բոլորը պետքա ընտրեն։ Մենակ մի բան կա, որ մենք պետքա մեր երեխեքին լավ նորմալ դաստիարակենք, մեծացնենք, իրանք իրանց կյանքը կապեն իրանց սրտով ճիշտ մարդու հետ, մենք պետքա հարգենք մեր տղաների ընտրությունը եւ թողենք, որ իրանք հանգիստ ապրեն։
Իսքան բան։